Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Որոշում կայաց, այսինքն որոշում կայացրեցիք, որ այսօր պատարակ պիտի լինի։ Այսօր ժամերգություն։ Այո, Այսօրվա Բիրականի Սուրբ Հովհաննեսի ժամերգությունը, որ համաթեմական պիտի կատարվեր, կալանավայրերում եղող հոգևորականների, նաև քաղաքացիական այն անձանց, որոնք քաղբանտարկյալ են, նրանց համար պիտի ժամերգություն անեինք, բայց իմանալով, որ Մայրաթոր տիրադավերը փորձում են հավաք կազմակերպել, որոշեցինք այս ժամերգությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարել եւ հիմա երեկոյան ժամը 5-ին այստեղ աղոթք կկատարենք։ Այո, մարդկանց հոսքը չի դադարում, իսկապես մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը եւ ուխտապահ հոգեվոր դասը Հայրապետի կողքին է։ Բայց մենք այնտեղ տեսանք նաև ՔՊԱ-կաններ եկան, հիմա տեսեք ինչ են անում, այստեղ ոստիկանության, ինչ որ ոստիկանական պատ է, այսինքն փորձելու են այսպես իրենց առանձնացնել եւ այս կողմը վեհապար հոր եւ ձեր կողքը կանգնած հավատավոր ժողովուրդն է։ Ինչ ունեք իրենց ասելու։ Եվ այն մարդկանց, որ կազմակերպել եւ վերել են իրենց։ Անիմաստ են իրենք գործում, որտեվ Տիրոջ դեմ են գործում, Տիրոջ դեմ իրենք անզոր են։ Փառք Աստծո, մեր եկեղեցին ունի իր օծյալ գահակալը, որը փառահեղ կերպով եկեղեցին առաջնորդում է դեպի իր հոգեփրկչական առաքելությունն է կատարում եւ ցանկացած ուխտադրուժ եւ տիրադավ որևէ դեպքում հաջողություն չի ունենա։ Առաջարկ, այսօր Նիկոլ առաջարկ արեց, որ վեհապար հայրը կհանդիպեն եւ իր հրաժարականի մասին խոսել։ Ես կուզենայի դուք իրեն հիմա առաջարկ անեիք։ Մենք բոլորս կուզենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ դուք ձեր խոսքում նաև ասեցիք, որ ինքը ընդամենը 100 մարդուց ավել չի կարող հավաքել, դուք տեսանք Այգեշատի իրենց այդ հերթական պատարակի։ Նիկոլի հետևորդները 100 հոգի։ 170 հոգի մարդ հազիվ էին հանդիպել չհաշված այնտեղ վարչական ռեսուրսով եկածները։ Շնորհակալություն։ Աստված